Բարև բոլորին, դուք G-Trix ալիքում եք, չմոռանաք բաժնորդագրվել մեր ալիքին, լայքեր դնել և կոմենտներ գրել, և welcome to our family weekend vlog, woo! Մենք իմ ընտանիքով ու մեր ընկերներով գնացել էինք Ստեփանավան ու ոչ միայն Ստեփանավան էինք գնացել, այն նենց սիրուն տեղ էինք գնացել, որ ասենք մեր տները սենց էին, էլի պատկերացրեք, լրիվ Pinterest-ի մի բան պատկեր է ու ես շատ էի սպասում այս trip-ին, որովհետև դուք գիտեք, որ ես տենց հետաքրքիր էսթետիկ բաներ շատ եմ սիրում։ Գնացինք ու արդեն երեկոյան հասանք, օրինակ պապայի դեմքից նայելուց, դուք ինչ եք մտածում, ինքը ինչ է մտածում։ Ես սոված եմ։ Քանի ժամ ենք քշել։ 2.5 ժամ։ Մենք գնացել էինք ոչ միայն մեր ընտանիքով, այլ նաև Աստղի, Նարբեի, Մոնթեի եւ Շուշիի հետ Ուսկի կրուգով, որպեսզի լավ ժամանակ անցկացնենք։ Ամերիկաներում կար դմոյ։ Ուրեմն հիմա նստել ենք ու համով պետքա ուտենք, բայց ես պետքա սկզբում ծանոթացնեմ մեր տենց հյուրերի հետ ու մտենք անցկացնելու այս մեր weekend-ը։ Բարև ձեզ, ես Մոնթեն եմ։ Բարև ձեզ, ես Աստղիկն եմ։ Ուզում եմ, որ այս երեկոն անմոռանալի անցնի։ Ողջույն, ես Նարբեն եմ, ամեն ինչ շատ լավ է լինելու։ Բարի երեկո, ես Սարգիս Գրիգորյանի կինն եմ։ Մեր մոտ գրին այնպես, ինչպես որ իմ ամուսինն է ասում։ Բարև ձեզ, ես Սարգիս Գրիգորյանն եմ։ Բարև ձեզ, հավես չկա արդեն, հավես չկա։ Բարև ձեզ, ես Նարեն եմ, ամեն շատ լավ անցնելու։ Են Յանանա ինքը սոված է։ Էդ ինչ լավ, մեզ ընդեղ կերակրեցին։ Այնքան շատ ամեն ինչ ու այդքան համով տեսք ունի, որ չգիտեմ ինչից սկսեմ։ Աչքերս հենց ենկոմ են գնում։ Երեխեք հիշելու եք ես պահերա, շատ լավ պահերա, հիշելու եք, համբողջ եք յակում հիշելու եք։ Հիմա իմ ռեակցիայից 100% դուք տեսակ ինչքան է ես ուրախացել, ինձ մաման ցույց էր տվել, բայց ես ընդհանրապես չի սպասում, որ իրական կյանքում այդքան սիրուն կլինի։ Ես ձեզ հիմա room tour եմ անելու, էս սենց բան չկա, ես չգիտեմ, ես շոկի, ես երջանիկ եմ։ Որ դուք հասկանաք, առավոտառնակ այդ արևի լույսը մենք տեսնելու ենք։ Ասենք ձմեռը այդ ճարիկի մեջ դուք հասկանում եք ինչ էսթետիկա է, ինչ կայֆ է, բայց կար մի հատ համ պլյուս, համ մինուս։ Ես Նարեն Յանան 3 օր նույն սենյակում ենք լինելու։ Այդ գիտեք ինչ կոնտենտ է։ Նշանակում է, որ մենք ավելի շատ կկռվենք, որտեղ մենք բուկվալ մի փոքր բանից այդպես կռվում ենք, դες մի քիչ բնավորություններով շատ տարբեր ենք, այդ էլ ավելացնում էր կռիվներին մի պատճառ, պլյուսն էլ որ քուրիկներով ենք, ուրեմն ավելի հավես ժամանակ կունենանք։ Ես եկել եմ full հանգստանամ, բայց զգում եմ, որ մեր համարում տուրը դմփոցա լինելու։ Նույն քուրիկները կհասկանան։ Շուշի բարևի։ Բարև։ Ես իրան սուշի եմ ասում, որ ներվերի վրա ասեմ։ Ոնց որ ստացվում է։ Մի հատ նայեք դրսից մեր տունիկը ոնց է։ Մեծ ուրախ եմ։ Մեզ տենա, էս ինչ էսթետիկայի գագաթնակետն է, լուրջ եմ ասում։ Սիրուն է։ Լավ ես։ Дорогой дневник, мне не подобрать слов, чтобы описать боль и унижение, которое я испытал сегодня. Моя жизнь поломана навсегда. Ուրեմն, առավոտը առնացանք։ Բարի լույս։ Էլի ես հիասա այդ գեղեցիկ տունիկով։ Oh my god, այդտե։ Մենք սենց ներսից բոլորին տեսնում ենք։ Ու ես նկարեցի ոնց եմ ես Նարեն Յանան պատրաստվում։ Ես Նարեն ինչ-որ ես բնավորության գիծ ունի կամ պրոստը ինքը չգիտեմ որոշել է, որ ասեք ես մեր ընտանիքի բանն եմ, չէ՞, տիպը բլոգերն եմ, ես եմ նկարում G-Trix-ը բան եմ անում։ Դուք այնքան բաներ եք բաց թողնում, զուտ որովհետև ինքը անարմար բայերը կամերա։ Ես չեմ ալարում։ Չեմ ասում։ Պրոստը սկզբում պապան էր անում, ես կողքից տենում եմ, հիմա էլ ես եմ անում։ Ու 100% տիպը I know what I'm doing։ Բայց չի ինձ դրա համար բուլի անել։ Այսօր առավոտը միկրոֆոնի համար հենց նորից բան արեցիր, նեղացրեցիր, տիպը որտեղով ես մտածում։ Դեպի չնեղացրեցի, բայց բեկա դիսկոմֆորտ է շուր կլացում դրա համար, բայց Այվա դիսկոմֆորտ առաջ։ Գրեք ընդեղի չուր կռիվների մասին խոսացինք, տարբեր բաների մասին խոսեցինք, ինձ թվում է այս ֆորմատը ձեր դուրը շատ է կարծես, միշտ ինձ գրում եք, get ready with me նկարի, get ready with me նկարի, ես էլ նկարեցի։ Ես այս բանի շատ լուրջ պարով եմ զբաղվում, ես շատ լուրջ պիտի պարեմ, ես շատ լուրջ պարելու եմ։
Ես փորձեցի լինել TikTok-եր շատ այմո չստացվեց։ Ես իմը չի որ դու ջնջեցի։ Այդ ուզում ես լես content creator, այս բնավժագիծը պետք է հանես։ Նայ, երանք գցել էր վիդեո, որ մի ժամ էր այդ վիդեոն։ Այդ վիդեոն մի քիչ լայք էր հավաքել մի ժամում, ասենք թե ինչքան էր, 30 լայք էր հավաքել։ No, hell no, մի 300 like։ Չէ, մի ժամում ուրիշ բան եմ ասում։ Ուրիշ բան եմ ասում։ Չենք վերցել։ Ես ոչինչ ես կգցեմ վիդեոները ֆերսին սիրում եմ զգում։ Բայց դու նենց ուրախ էր այդ օրերը, որ վիդեոները իր հետևից գցում ու ասում ես, «Վայ, ես 1000 պատպիսիկ ունեմ, 2000 պատպիսիկ ունեմ», դա ուրախանում էի։ Իմ 2000 պատպիսիկներ սպասում են։ Շոկ է ապրել, որտեղ 2 օրում էր 2000 հավաքել։ Եվ խնդրում եմ մի գրեք իմ ամեն կոմենտների մեջ այդ արի ջիջիքս, որտեղ ես թվում է, որ ես ինչ-որ մերել եմ։ Ինձ էլ որ գրում եք TikTok-ով դիպոնենցարը Յանան հետ գա, ինքը չի ուզում հետ։ Ես չեմ կոմպլեքսավորում։ Ես մարդը չի ուզում հետ գա։ Okay, ինձ ավելի հեշտ է առանց իր նկարել, դες իր կապրիզները։ Ապում ամեն վլոգին լացածներով նկարում։ Ես իր կապրիզները չեմ ուզում լսեմ։ Լավ էլ ուզում է։ Ամեն վլոգ հավատացում դες կադրից Առաջ ինքս մենք կգաս այդպես նկարես խնդրում եմ ուղղակի պիտի ժպտալով կանգնես Նայեք, եկեք ես ձեզ պատմեմ ոնց է անցնում այդ համոզելու этаպը Значит, Էվայի մոտ իդեա է զարթնում, Էվան գալիս է մոտս ասում է Էվան ոգևորվում է, բանը թփրտում է, ոչ թփրտում է, բան իր պոչը իր ձեռներն է որ ասած սկսում անել։ Դրանից հետո ինքը գալիս է այդ մտքով իմ մոտ։ Ես ասում եմ, օքեյ, լավ է, նկարեք, բա։ Դրանից հետո ինքը գալիս է այդ մտքով Յանայի մոտ ու Յանան շատ բռի չոբանավարի, պրոստը Դա տես չի լինի, ասում, հա, օքեյ, նկարեք, բայց ես չեմ նկարվում, ես հավես չունեմ, իմ քունը տանում է։ Ես դուք նկարեք, ես ասել եմ, հա, օքեյ, ինչ ուզում եք նկարեք, բայց ես չեմ նկարվում։ Նես չինք եկել ես թույլ տվություն խնդրի։ Anyway, հետո Էվենուսը իստերիկա, որ ոչ մեկ իրան ոչ մի բանով, ոչ մեկ իր հետ չի ուզում նկարվի, ոչ մեկ իրան չի օգտկարել, ես ասում սկարոննի սլավ, որ ես ասել եմ իմ խոսքը, ես չեմ նկարվելու ու դուք ասել եք, օքեյ, իսկ հիմա դուք ինձ օգտագործում եք։ Սենց մի թեթև իստերիկա եմ անում ու հետո այդ իստերիկացիոնը մի մոտ մտնում է I don't care mode, որ Էվան կողքը զռում է, ես պրոստը խնդում եմ։ Այդ երբես լացում եմ, ու ես սկսում եմ մի այլ տիպի խնդան։ Hello family. Hello mamacita, papacita. Հա, ես ինձ սկսում եմ խնդալ իրա վրա, որտեվ դա ավելի խնդալու է լինում, բայց վերջը դու նկարվում եմ։ Ինչպես է ձեր տրամադրությունը։ Շատ լավ, օքեյ, շատ լավ։ Ինչ ենք մենք այսօր անելու։ Դժալու։ Դզեց։ Իմ տրամադրությունն է շատ լավ։ Մենք լիքը ավես բաներ հուսով եմ կանենք, ու հիմա ես ավելի ուրախ եմ, որովհետև գնալու ենք հաց ուտելու իմ ամենասիրած մասն է օրվա։ Իսկ քո Լսի, մաման էլի ձեր տեղաշորը հավաքում է, ինչքան կարել է, մեծ աղջիկներ եք։ Ես քեզ աղքելու եմ աղջիկների տեղաշորը հավաքում, մեծ աղջիկ։ Իմ ճակատին գրած է մակրուհի Հետո գնացինք էլի շոտ համեղ հաց կերանք, մոյ ժվոտիկ был рад, շատ ուրախ էր ինքը։ Ու հետո ես որոշեցի, որ ուզում եմ մի քիչ մամայի ու պապայի հետ մի հատ թինեյջերական խաղ խաղամ։ Ինչ է եղել։ Բարե։ Որտեղ ենք մենք հիմա։ Ստեփանավան Dream Park։ Dream Park-ում ենք։ Dream Park-ը ինչ է նշանակում։ երազանքի այգի Ապրեք, հիմա մենք խաղալու ենք երազանքի խաղեր, ու ստուգելու ենք թե ինչքան լավ եք դուք հասկանում թինեյջերական սլենգերը։ Դուք գիտեք, որ մենք թինեյջերները շատ սլենգեր գիտենք ու ոչ միշտ մեր ծնողները հասկանում են սլենգերը։ Օրինակ, չգիտեմ, cringe, slay, side-eye, low-key, այդ ամեն մի բառերը ես վստահ եմ, որ մաման ու պապան չգիտեն։ Ուզում եմ մամայի ու պապայի հետ խաղալ, որպեսզի իրան գուշակեն իմ սլենգերը։ Ու դուք եթե չգիտեք, պետք է կռահեք։ Ինչ եմ ես ձեզ ասում։ Վստահ եմ, որ շուտի ծաղալու կլինի, որովհետև մաման կարող է, բայց պապան ընդհանրապես չգիտի այդ սլենգերը, ինքը մաքսիմում մի հատ cringe գիտի ու վсё։ Համաձայն եք։ Давайте։ Սկսեցինք։ Առաջինը ուշադիր Drama Queen այսինքն Drama Queen ասում են մարդկանց ովքեր ավելի ճիշտ Յանային ովքեր մի ամեն ինչից կամ պապայից դրամա են սարքում ամեն ինչը այսքան է բայց այսքան է Ես գաղափար չունեի դա ինչ է նշանակում Մամա ճիշտ է պատասխանեց Slay Slay Ես կեմ ուստեմ ինչ-որ խոսակցության մեջ կարող եմ հենց ինչ-որ մի հատ անկապ, որ մեր հայկական ձևով ասած պրապուսկա տանես, որ slay, հա?
բաց թողում ինչ-որ։ Ընդհանրապես չէ։ Slay նշանակում է կրտոյ, ոնց որ you have a slay outfit, you're so slay։ Իշտ այդ կաշտել ցած չեն օգտագործում, բայց ժամանակին օգտագործում են։ Այս մեկը papa, ես շատ եմ օգտագործում ու դու ինձանդ հարցնում ես, սա ինչ է նշանակում։ Random։ Random պահի տակ էլի։ На всякий, и Мичайлոց։ Это մոտ է, ո՞տ եմ ասում։ Չէ։ Օթում։ Նշանակում է անսպասելի։ Ահա։ Այսինքն ինչ-որ մի հատ հենց նույն մի հատ ռանդոմ միտք եկավ, ուզում եմ հենց հիմա գնամ ձյուն ուտեմ։ Հա։ Չի ձուն ու Դա ռանդոմ է, էլի, Չէ, ես քեզ վատ եմ պահում, որ դու ձուն ես ուտում։ Հենց դա որ հենց ինչ-որ մի բան, որ խի էլի։ Հա, вообще պահը կապ չուներ քո խոսքի հետ։ Crush։ Красавчик, любимчик, հա։ Չէ, սիրած չէ, այսինքն մարդուն որ հավանում ես ու ոնց որ նոր ես սկսել։ Դուք չեք շփվում դու ասենք։ Հա, մարդը դες։ Մանոն իմ crush-ն, հա։ Չէ, մանոն քո crush-ը չի, բայց մաման ժամանակին եղել է։ Հիմա նայեք, այս բառը շատ բարձ է, կասկնեք մի անգամից, երբ եմ օգտագործում այս բառը, երբ ուրախ եմ, դե երբ տխուր եմ։ Bro։ Bro-ն ուրախ։ Hi bro։ Ոչ, ես ավելի գրեք bro ոնց եմ օգտագործում, ես ասում bro։ Տխուր, այսինքն side eye։ Չգիտեմ։ Ձենը։ Մի։ Քեզ լավ հուշում է տալիս Ես ինքը ինչա հիմա։ խոսում բար։ Նեղացած, նեղված։ Անտեսած։ Ի։ Ինքի բիր։ Չես տեսնում։ Դեռ չափում են մարդու։ Too much, չէ, you doing extra։ Այս թուրքա հայերից դա է, գնաց։ Պապա ты старик, всё։ Մեկը ասեմ կաղա պապան չիմանա այդ թինեջերական սլենգերու այդ ամեն ինչը, բայց մեկը պապան շատ sense մալադոյ vibe-չիկ ունի, իրան շատ լավ է թինեջերների հետ պահում, շատ լավ մեզ հասկանում է, բայց սլենգերը չգիտեր։ Իսկ հետո եկավ երեկոն։ Երեկոյին ինչ է արել պապան, գուշակեք մտել է կաստրուլայի մեջ։ Մի քիչ ոնց որ բանն է պակաս աղը։ Համեմունքներ լսենք, տակը երրումա ցույց դու տակը, տես որ տակը կրակի գցու։ Ես պապան ասի պապոնց սուպի մեջ լինես, պապան ասաց որ շատ հավես էր։ Ես է կուզենայի մտնեի, բայց ես չի վերցրել իմ հետ իմ կուպալնիկը, դրա համար չմտա։ Մարտ ամիսն է։ Также եղանակը Հայաստանում։ Ես միշտ հեքիաթական տեղը ասոցացրել եմ ձմեռի հետ։ Ու հիմա որ ձմեռ է, ու սենց անտառային սենց vibe-ը, ես չգիտեմ, ես լուրջ եմ ասում, իմ ինչ որ կատարում էր իմ գլխում, հիմա եկել է իրական կյանք։ Գեղեցիկ տեղ ես գնում, մի անգամից տրամադրություն բարձրանում, ավելի լավ ես քեզ զգում, հավես բաներ ես ուզում անես։ Շատ լավ ժամանակ անցկացրեցի, Նարենը, Յանել, բոլորս էլ ու միշտ ասում եմ, եթե ինչ որ ազատ ժամանակ ունեք շաբաթ կիրակի, գնացեք ինչ-որ մի հավես տեղեր, ընտանիքով կամ ընկերների հետ, չգիտեմ, գնացեք ու հավես բաներ արեք։ Ինչ-որ մի հավես challenge-ներ մտածեք, խաղեր մտածեք ու տենց լավ ժամանակ անցկացրեք, որովհետև միշտ սա հիշվելու է։ Ձեր հետ ես էի Էվան, սիրում եմ ձեզ շատ, սպասեք մեր նոր վլոգերին։ Հաջող բոլորին։